Կիկոսի մահը։ Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են 3 աղջիկ։ Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջիկանը ջուրն է ղրկում։ Այս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում, այս ծառը որ տեսնում է իրեն միտք է անում։ Հիմա որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա, այս ծառին բարձրանա ու վեր ընկնի։ Քարովը դիպչի մեռնի, վայ Կիկոս ջան, վայ։ Տեղն ու տեղը ծառի տակին նստում է, սկսում է սուք անել։ Գնացի մարդի, ունեցավ որդի, գդակը պոպոս, անունը Կիկոս։ Վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Մերն սպասում է, տեսնում է չեկավ։ Նիչնեք աղջկանն է ղրկում, ասում է. գնա մի տես քույրդ ինչի ուշացավ։ Միջնեք աղջիկն է գնում։ Մեծ քույրը սրան, որ հեռվից տեսնում է, ձենն ավելի է բարձրացնում։ Արի, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։ Ինչ Կիկոս, բա չես ասիլ։ Գնացի մարդի, ունեցավ որդի, գդակը պոպոս, անունը Կիկոս։ Վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ Կիկոս ջան, վայ, գոռում է միջնեք քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուք անել։ Մերն սպասում է, տեսնում է չեկան։ Ըստիկ աղջկան է ղրկում, ասում է. աղջի, մի գնա տես քույրերդ ինչ եղան, գնացին, ետ չեկան։ Հիմի պստիկ աղջիկն է գնում է տեսնում 2 քույրն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։ Կա ինչի եք լացելում, մեծ քույրը թե բա, չես ասիլ։ Գնացի մարդի, ունեցավ որդի, գդակը պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ կմորքուրին Կիկոս ջան, վայ։ Սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում ձենցենի տալիս։ Մերը սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։ Հեռվից իրենց մորը տեսնում են, թե չէ 3 աղջիկն էլ կանչում են. Արի անբախտ տատի, տես թորանդ գլուխն ինչ է եղել։ Ինչ թոր, այ աղջիկեք, ինչ է պատահել։ Մեծ աղջիկը թե բա, չես ասիլ այ մեր, գնացի մարդի, ունեցավ որդի, գդակը պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ, քորանանք ու տատի աչքեր Կիկոս ջան, մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուք անել։ Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ, ասում է. մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին, մնացին աղբրումը։ Վեր է գնում, կնիկն ու աղջիկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են, թե չէ ձեն են տալի։ Արի անբախտ պապի, արի տես քո Կիկոսի գլուխն ինչ է եկել։ Վայ քո Կիկոսին, ինչ Կիկոս, ինչ եք ասում։ Մեծ աղջիկը թե բա, չես ասիլ այ հեր։ Գնացի մարդի, ունեցավ որդի, գդակը պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին։ Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ Կիկոս ջան, ծնկներին տալիս են ու սուք են անում մեր ու աղջկերք, սրանց միջի խելոքը հերն է լինում, ասում եմ. Այ հիմարներ, ինչ եք նստել էստեղ ու սուք եք անում, իչքան էլ սուք անեք, իչքան էլ լացել եք, հո Կիկոսն էլ կենթանանալու չի, վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամը պատարակ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ինչ պետք է անենք, աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, այնպես էլ պետք է գնա։ Դու մի ասիլ սրանց ունեցած չունեցած 4 սոտնանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։ Գալիս են ես եզը մոր
ուտում, այս մի քթոց ալյուրն էլ հաց տխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարակ են անում, Կիկոսի քելեխը ուտեցնում, որ նոր հանգստանում են։